մենք որպես քաղաքական ուժ մի անգամ չի որ ասել ենք, որ եկեղեցին որպես ազգային կառույց թիրախավորվում է եւ եկեղեցու առանձնապես այն հոգեվորականները, որոնք ունեն ազգային հոգեվոր կեցվածք եւ իրենց գործունեությամբ եւ կենսագրությամբ քիչ խոցել են, եթե ոչ անբասիր, նրանք ուղիղ են թիրախավորվում եւ Սրբազան Միքայել Աջապյանի հետ կապված արվածը հենց այդ համատեքստում էր եւ այդ համատեքստում է, որովհետեւ Սրբազանը այն հոգեվորականներից է եւ այն ազգային հոգեվոր գործիչներից է, այսպես ասեմ, որը կարող է իր շուրջը միաբանում ապահովել եւ այդ միաբանումը լինի ինչպես հոգեվոր արժեքների, այնպես էլ ազգային պետական արժեքների շուրջ եւ բացարձակ պատահական չէր Սրբազանին փորձել դուրս մղել ազգային հոգևոր դաշտից, որը հուսով եմ չի ստացվի, որովհետև այստեղ հայտարարության մեջ դրա մասին գրված է, բայց նաև առանձին պետք է քննարկենք, թե ինչ ուղիղ գործողություններ մենք որպես ազգայնական ուժեր կարող ենք Սրբազանի պաշտպանություն Սրբազանի եւ ազատման հանձն առնել։ Այստեղ մի հատ կարևոր բան եմ, ընդհանրական կարևոր բան եմ ուզում ասել, որը իմ դիտարկումն է եւ ես կարծում եմ դա կարևոր է։ Առանձնապես տարածաշրջանում, մասնավորապես այսօր այդ ինչ որ ես հիմա կասեմ, այդ բանը մոտեցումը աշխարհով մեկ շրջանառվում է եւ աշխարհով մեկ գործող պետությունները եւ իշխանավորները այդ մոտեցումը վերցնում են իզեն, մասնավորապես նույն ԱՄՆ-ում, դա Իտալիայում, որոշակի այդ զարգացումները կան Գերմանիայում, ընդհանրապես Եվրոպայում այդ բանը, այդ ուղղությունը սկսել է զարգանալ, դա աճ պահպանողական կամ աճ հանրապետական ԱՄՆ-ի դեպքում մոտեցումներն են, որոնք ճոճանակի սկզբունքով ձախ լիբերալ եւ ծայրահեղ գլոբալիստական մոտեցումներին ի հակադրություն դուրս են եկել պայքարի եւ փորձ են անում պահպանել տվյալ ազգերի եւ ինքնությունը, ազգային ինքնությունը, պետական ինքնությունը եւ վերականգնել նրանց զորությունը աշխարհում։ Դա վերաբերում է հիմնականում Արևմուտքին, Եվրոպային եւ ԱՄՆ-ին։ Հիմա այս համատեքստում գալով տարածաշրջան ինչքան է մեր համար տհաճ է, բայց եկեք տեսնենք այն ձևաչափերը, օրինակ, որը գործում է Թուրքիայում։ Այդ ձևաչափը գործում է Իսրայելում, այդ ձևաչափը, որը ես հիմա կբանաձևեմ, հետևյալն է։ Դա ազգայինի եւ չափավոր դավանանքի հոգեվորի համադրումն է իշխանության մեջ։ Ենթադրենք նույն Թուրքիայի գործող վարչակարգը հենվում է ազգայնական գաղափարաբանության եւ չափավոր իսլամի հենքով եւ չի կարելի ասել չգիտեմ, դա պետք է հաշվի առնենք, պետք չի ասել ի դժբախտություն մեզ, բայց այնուամենայնիվ շատ արդյունավետ է գործում։ Մյուս նույն բանը Իսրայելում է, որտեղ բանի ազգայնականության գաղափարաբանության եւ նույն դավանանքի չափավոր կիրառման իշխանության մեջ համադրումն է եւ Իսրայելը իր նպատակների համատեքստում, ես նպատակներ չեմ գնահատում չար կամ բարի, բայց իր նպատակների համատեքստում որպես պետություն շատ արդյունավետ է։ Նույն բանը այսօր կատարվում է Հնդկաստանում, որտեղ ազգայնական գաղափարաբանությամբ վարչակարգը հինդուիզմի, այսինքն դավանանքի համադրությամբ շատ արդյունավետ, շատ ավելի արդյունավետ է գործում, քան թե գործում էր մինչև այդ ձախ լիբերալ կոնգրեսը հնդկական եւ այլն։ Այսինքն ես կարծում եմ, այդ բանաձևը նույնպես պետք է կիրառելի լինի Հայաստանում, որտեղ խոսքը չի գնում, որ իշխանությունը լինի կրոնապետություն, ինչ որ Իրանում է, բացարձակ։ Խոսքը գնում է բանի հոգեվորի եւ աշխարհիկի համադրումը իշխանության մեջ։ Խոսքը գնում է նրա մասին, որ ազգայնականությունը եւ հայ առաքելական եկեղեցին որպես դավանանք պետք է միասին իշխեն Հայաստանը, ամեն մեկը իր գործունեության ոլորտով եւ ամեն մեկը իր պատասխանատվության չափով։ Եվ այստեղ կարևորում եմ նույն Միքայել Աջապյանի խոսքը, որը նա մի անգամ չի որ ասել է, արտահայտելով հայ առաքելական եկեղեցու մասին իր դիրքորոշումը, նա ասել է հետևյալը, որ հայ առաքելական եկեղեցին արեց անհնարինը։ Նա քրիստոնեությունը
որը համամարտկային է, ունի ազգային պատկանելություն, դարձրեց ազգային։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին, հայ առաքելական դավանանքով դա ազգային դավանանք է, եւ հայ առաքելական եկեղեցին հենց այդ իմաստով եւ Միքայել Աջապյանը հենց այդ համատեքստում թիրախավորվում է գործող ապա հայկական վարչակարգի կողմից։